Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ամենաարագ պատրաստվող ճաշատեսակն եմ պատրաստելու լոլիկով ձվածեղ։ Այս անգամ չերի լոլիկով եմ պատրաստելու։ Ճիշտն ասած, մանկությունիցս մի կտոր եմ հիշել, 10 տարեկան էի եւ հայրիկս ընդմիջման էր եկել, մայրս էլ բոստանում էր, հայրս ասեց պամիդորով ձվածեղ կուտեմ, դե ես էլ բերեցի, պատրաստեցի, եփեցի, վերջացրեցի, հայրս կերավ, ասեց շատ համեղ ա, բայց յուղը ոնց որ քիչ ա, բալաջան։ Վայ պապ, ասեցի, ինչի պամիդորով ձվածեղին էլ են յուղ լցնում, ասեց բա առանց յուղ ճաշ եփում են թե չէ, այդպես դա էի հիշել ու ոգևորված սկսեցի պատրաստել։ Հիմա առաջինն եմ յուղը լցնում տապակի մեջ, հետո նոր անցնում լոլիկը մաքրելուն։ Պատրաստում եմ յուղով եւ սոխով, սիրում եմ նաեւ երբ որ ավելացնում եմ համեմ, բայց տղաներս չեն ուտում, դրա համար այս անգամ էլ եմ առանց կանաչի պատրաստելու։ Մոռացա ասեմ, լոլիկները լվացած էր, կեղևից մաքրած էր եւ հետո կտրատեցի մեջտեղի այդ պոչի հատվածն էլ հեռացրեցի, լցրել եմ այդ սոխեռածի վրա, կափարիչը փակում ենք, այսպես այս կարտոֆիլի նման մի լավ տրորում եմ, որպեսզի մանրանա, մեծ կտորներ չմնա եւ ավելացնում եմ աղը, թողնում եմ նորից 10 րոպե եփվի։ Ինձ մոտ լոլիկը երևի կկշռեր մի 700 գրամ կամ մի փոքր ավել, ստույգ չեմ կարող ասել, այդքանի համար օգտագործել եմ 4 ձու, տանը 4-ն էր, եթե լիներ 5-ը կամ 6-ը, ապա 5-րդը հաստատ կօգտագործեի։ Մի փոքր աղ եւս ավելացնում ենք ձվին, մի լավ հարում ենք, որպեսզի հավասար հարվի եւ ավելացնում ենք, ծորացնելով ավելացնում ենք եփված լոլիկի վրա։ Ձուն ավելացնելուց հետո անմիջապես չեմ խառնում ամբողջ ձվածեղը, այլ մի փոքր գդալի շարժումով եզրերից ներս եմ բերում մի 2 անգամ եւ այդպես թողնում եմ։ Սիրում եմ, երբ այս լոլիկով ձվածեղի մեջ ձվի կտորները ավելի խոշոր են լինում, այդ տարբերակը շատ եմ հավանում, դա իմ նախընտրած տարբերակն է, ոչ ոքի չեմ ստիպում, յուրաքանչյուրս ունենք մեր սիրած կամ նախընտրած ձևը։ Մեկը ավելի հյութեղ է սիրում, այն մյուսն ավելի պինդ է սիրում, կամ ձվի քանակը շատ ու քիչ է սիրում։ Մի խոսքով, սա իմ նախընտրած տարբերակն է, ես այսպես եմ սիրում եւ պատրաստում եմ հենց իմ սիրած տարբերակով կամ ընտանիքիս անդամների սիրած տարբերակով, առանց կանաչի, սոխն էլ չեն սիրում, բայց այնքան մանր եմ կտրատում ու եփելու ընթացքում ինքը մերվում է լոլիկին, չի երևում, դրա համար հանգիստ օգտագործում եմ։ Ահա սիրելիներս, եփեցի, վերջացրեցի, այսօր այսպես ստացվեց, միգուցե մի այլ տեսակի լոլիկ լիներ, ավելի խոշոր, ավելի լավ հասած, մի այլ ձև լիներ պատրաստի ձվածեղը, այս անգամ էլ այսպես ստացվեց, թող այսպես լինի, կարևորը համն է, համնել տեղն է։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, բոլորիդ ուրախ եւ ջերմառատ օր եմ մաղթում, կհանդիպենք հաջորդ նոր վլոգում։